սիրելի տասնութնյակներ, եթե դուք ծնվել եք կապ չունի, որ ամսի 18-ին կապ ունեք մոգության, տարոլոգիայի հետ, իրոք ձեզ տրված է ուժեր, որովհետև 18-եր կան, որ իրանց տրված չի ուժեր, ասեմ իշպահով, սազնանյան միայն կարող է լինել, բայց 3 կարող եք չունենալ, այստեղ արդեն մտածելու տեղ է տալիս, հա, պարտադիր է, որ դուք անեք մոգություն, ռիտուալներ եւ այլ, կամ գաղտնիք, որ թվագետները չեն ասում, այդ գաղտնիքը հիմա ես կբացեմ, որպեսզի շատերը հասկանան ինչքան վտանգավոր են 8-երը, 18-երը, ոչ 9-երը, ոչ 27-երը, հա, կոնկրետ, ինչու 18-երը, որովհետև կա կարմիչեսկի թիվ, երկրորդ թիվը դա Սատուրնն է, բոլորս գիտենք Սատուրնը դա կարմայական թիվ է, 18-երը ինչ մոգության հետ կապված է, պարտադիր չէ, որ դուք մոգություն անեք, ինչ-որ ռիտուալ անեք, ասեմ ինչու, կա մի բավականին հզոր զենք, որ ունեն հենց իրենք 18-երը, բայց այստեղ դուք պետք է նայեք, տեսնեք, եթե դուք խոսքի օրինակ ուզում եք ինչ-որ մեկին պատժեք, կարելի է ձեզ այո, եթե դուք արդար եք, մեղավոր չեք, այդ դեպքում պարտադիր է ռիտուալ, խորհուրդ չի տա։ Հերիք է, որ դուք վիզուալ պատկերացնեք անձին, դուք ֆանտոմի վրա եթե կարողանում եք աշխատել, բավականին վառ գույների մեջ, այն ինչպես դուք ցանկանում եք պատժել։ Վիզուալ դուք դա պատկերացնում եք, որ արդեն եկել եք աշխատել, բավականին վառ գույների մեջ, այն ինչպես դուք ցանկանում եք պատժել։ Վիզուալ դուք դա պատկերացնում եք, որ արդեն եկել եք եւ այդ անձի կյանքում բավականին ոչ այնքան հաճելի իրադարձություններ կարող են լինել կապված ձեր պատժելու հետ եւ դուք դա կարող եք լսել, որովհետեւ 18-երի կյանքում այո, այդպես իրադարձություններ լինում են եւ պարտադիր չէ, որ դուք որևիցե ծիսակարգ անեք, դա իրականություն է։ Կապ չունի ֆինանսի հետ է, այս հա ռիտուալի հետ է, այն ռիտուալի հետ է։ Հերիք է, որ դուք վիզուալիզացիա անեք, շատ ուժեղ դա կատարվում է։ Օրինակ բերեմ, դրանցից մեկը հենց իմ կարտա ժելանիան։ Ես արել եմ ինչ որ այս 26 թվականին լիներ, բայց 25 թվականին անգամ իմ ձեռքի հեռախոսը որ ես չէի նկարագրված էր, այնտեղ պատահական էր հայտնվել, դա էլ կատարվեց։ Իսկ հիմա 26 թվականին տեսնում եք սա է։ Սա իմ նորն է, էդի վիզուալ, պարտադիր չէ, որ դու սիրելի տասնութնյակներ դուք որևիցե ծիսակարգ անեք, ինչու, որովհետև եթե ժամանակ ունեք արեք, բայց վիզուալը շատ կարևոր է։ Ցանկանում եք ֆինանսային հոսք, վիզուալ շատ դաստացվում է ձեր մոտ, կերտելով ձեր ապագան։ Վատն եք կերտում, ձեր ապագան վատն եք ձեր կյանք բերում։ Լավն եք կերտում, վիզուալ լավն էլ լինում է։ Իսկ պատիժների հետ կապված բավականին կարող եք դուք, եթե իրականում մեղավոր չեք, վիզուալ դա պատկերացնել եւ դա կարող է իրականություն դառնալ եւ դուք կարող եք դեպքերի մասին լսել։ Այսօր այսքանը։